Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրի ձեզ ապրիլ 24-ին Ծիծեռնակապերտ։ Ֆիլմի դիտում հողի հիշողությունը, մշակութային հանդիպում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհրավիրի ձեզ ապրիլ 28-ին Ծիծեռնակապերտ։ Մասոնքի պատմություն, հիշողության 99 հատիկները, հայրենիքը մեր մեջ կապրի։ Հրանտ Տինկի հուշավայրը պիտի կազմակերպվի հիշադակի շաբաթ։ Ֆրանսիայի Անդոնի քաղաքին մեջ տեղի ունեցած է հայրու ցեղասպանության նվիրված արարողություն։ Արցախի եւ արցախահայության վերադարձի հարցը պետք է թամ լուծում ստանա։ Արծվիկ Սարգսյան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրի մասնակցելու 2026 թվականի ապրիլ 24-ին հայրու թեմ իրականացված ցեղասպանության զոհերու ոգեկոչման արարողության միասին ձեռքներ խոնարհելու անմար գրակի շուրջ։ Հավաքը տեղի պիտի ունենա ժամը 11:30-ին Համալիրի հարագից տարածքը, ուր պիտի գտնվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը։ Անոր շուրջ հավաքվել են ետք պիտի մեկնարկե երթը։ Ապրիլի 26-ին ժամը 4-ին տեղի պիտի ունենա հողի հիշողությունը ֆիլմի ցուցադրությունը, որ կկազմակերպվի Western Armenia նախաձեռնության շրջանակին մեջ։ Միջոցառումը կնպատակադրի անդրադառնալ պատմական հիշողության, ազգային ինքնության եւ հայրենի հողի հետ կապին արվեստի լեզվով։ Ֆիլմը կներկայացնի հիշողության եւ ժառանգության կարեւորությունը, բացահայտելով անցյալի ու ներկայի միջև եղած կապերը։ Դիտումը պիտի ուղեկցվի քննարկմամբ, որոնց ընթացքին մասնակիցները հնարավորություն պիտի ունենան կիսվելու իրենց դիտարկումներով եւ միտքերով։ Մուտքը ազատ է։ Հավելյալ մանրամասնության համար կարելի է այցելել մեր պաշտոնական կայք։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը սիրով կհրավիրեն ձեզ ներկա գտնվելու հայ ժողովրդի թեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանավորության ներքո։ Արարողությունը պիտի կայանա Ծիծեռնակապերտի հուշահամալիր ապրիլի 28-ին ժամը 11-ին նվիրված այն պետություններուն, որոնք ճանաչած են Արևմտյան Հայաստանի մեջ իրագործված հայրու ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ին Կոստանդո Բորսեն ակսորվողներու շարքի ներ նաև Բոլսոֆերի գյուղ թաղամասի համայնքապետ Վարդերես Ատանեսյան։ Ան Չանկրի ակսորի ընթացքին իր ուլունքաշար համրիչի 99 հատիկներուն վրա փրոկրած է անզեն աչքով գրեթե անդեսանելի գերբով իր հետ ակսորավայրի մեջ գտնվողներու անունները, ինչպես Կոմիտաս վարդապետ Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժան։ Այս յուրահատուկ մասունքը հասած է Կոստանդնուպոլիս, Աբապարիս եւ անոր Հայաստան ներկախտած Տստեր Գոմե 1965 թվականին ցեղասպանության 50-ամյակի առիթով հանձնված է Հայաստանի պատմության պետական թանգարանին։ Այս նյութի հանրայնացումը պարտական ենք թանգարանի գիտաշխատող հանգուցյալ Գարինե Ավակյանին, որ 2002 թվականին Երևանի մեջ հրատարակած է Եղեռնահուշ մասուն կամ խոստովանող Կիևվկայք Խաչի գիրքը։ Մասի Սինջիջյան գկրե, երբ Պարույր Սևակ իր խորիմաստ տողերը գկրեր անլրելի զանգակատունին մեջ, Երևանի մեջ տակավին չկար Ծիծեռնակապերտի հուշահամալիրը եւ թերևս բաց քննարկումներն ալ չկային ցեղասպանության մասին։ Սակայն Սևակ ցույց տվավ, որ պայքարի դարբեր ուղիներ գոյություն ունին եւ անոնցմե ամենահզորը ճշմարտության ուղված խոսքն է։ Իր խոսքով անգոտրեց դրության պատնեշը եւ ճանապարհ հարթեց, որբեսի խորհրդայնացած հայրենիքի դարածքին մեջ հնչե ցեղասպանության հիշադակը եւ ոգեկոչվին զոհերը։ Պարույր Սևակ նախ շեշտե կարևոր իրողությունը, հայրենազրկությունը։ Իր դողերով անգընդգծե, որ ցեղասպանությունը դեղի ունեցած է մեր բազմատարյան հայրենիքին մեջ, սակայն անմիջապես կհաջորդե հզոր հակադրությունը։ Եթե մենք հոգիով եւ մտքով կդրված լայնք հայրենիքեն, ապա միայն այդ բարակային ցեղասպանությունը պիտի հասներ իր վերջնական նպատակին։ Ցավոք պատմությունը ցույց կտա, որ ցեղասպանական մտածողությունը չէ վերացած։ Նույնը տեսանք նաև, երբ Արցախը թադարգվեցավ իր բնիկ հայ բնակչութենեն։ Ապրիլ 24-ը կնշենք որպես հիշադակի եւ ոգեկոչման օր, սակայն չունենք հստակ օրը, որ կսահմանե այդ ողբերգության ավարտը։ Ան չի գրնար ըլլալ, քանի դեռ չկա ճշմարտության ընդունում, զղջում եւ ապաշխարություն։ Միտքը հաջող ավելի զորավոր է, քան գործողությունը։ Կարելի է գործարքներ կնքել, պայմանագրեր ստորագրել, սակայն եթե անոնց հիմքին մեջ ինգած մտածողությունը չի փոխվիր, վտանգը կմնա։ Ցեղասպանական միտքը երբ չարժանանար դատապարտման, ոչ թե գտուլանա, այլ հակառակը գրնա նորովի ուժեղանալ։ Այդ պատճառով մեր բարդականություն է մնալ ճշմարտության գոմը։ Պետք է ուժեղացնենք լույսը, վառ բահենք հիշողության գանթեղները, որբեսի ճշմարտությունը տեսանելի դառնա եւ չգործվի։ Մոռացությունը, զիջումները եւ ճշմարտութենեն հեռանալը միայն նոր վտանգներու կհանգեցնեն։ Եթե հայրենիքը սպանվի մեր մեջ, ապա պիտի գործընծնենք նաեւ լույսն ու հույսը։ Իսկ առանց լույսի աբակա չկա։ Մեր առաքելությունն է գառուցել արդարություն, ճշմարտության եւ սիրո հիմքերուն վրա, եւ քանի դեռ կպահպանենք այդ արժեքները, կրնանք վստահ ասել, մենք չենք թադարգված մեր հայրենիքեն, մենք ենք մեր հայրենիքի դերը։
Hrant Dink հիմնադրամի հովանավորության ներքո գործող հուշավայրի մեջ ապրիլ 21-ին 26 պիտի կազմակերպվի հիշադակի շաբաթ հուշավայրի բացման 7-րդ տարեդարձին առիթով։ Շաբթվան ընթացքին նախատեսված են հանդիպում, քննարկումներ եւ երաժշտական կատարումներ։ Ծրագիրը կազմված է Hrant Dink-ի 23.5 ապրիլ հոդվածեն ներշնչված։ Անհրապարակված էր 1996 թվականի ապրիլ 23-ին ագոստ 3-ին մեջ եւ կգնահատվի որպես փոփոխության գոչ, անցյալի եւ ապագայի կապ, ինչպես նաեւ ցավի եւ հույսի միջև հավասարակշռություն։ Ֆրանսիայի Անդոնի քաղաքին մեջ տեղի ունեցած է հայրու ցեղասպանության նվիրված պաշտոնական արարողություն։ Միջոցառումը տեղի ունեցած է ցեղասպանության զոհերու հիշադակը հավերժացնող եւ հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Հայաստանի արծիվ հուշագոտողին առջև։ Ելույթներով հանդես եկած են Ֆրանսիայի մեջ Արևելյան Հայաստանի տեսփան Արման Խաչատրյան, Ֆրանսիայի ղարավարության խոսնակ, ուժանույթի հարցերով լիազոր նախարար եւ ուրիշներ։ Արարողության մասնակցած են նաև այլ քաղաքապետեր, պատգամավորներ, Ֆրանսիայի համայնքին կառույցներու ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր եւ ֆրանսացիներ։ Ապա արարողության մասնակիցները եւ ներկաները ձեռագեբսակներ ու ձեռագներ զետեղած են Հայաստանի արծիվ հուշագոտողին առջև։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարած են, որ իրենց համար փակված է ոչ միայն Արցախի հարցը, այլև Արցախահայության վերադարձի նյութը, շեշտելով, թե անոնք պետք է մոռանան վերադարձի մասին եւ հաստատվին Հայաստանի մեջ։ Ազգային ժողովի ջաբազրույցներուն ընթացքին ալ իշխանական պատգամավորներ նշած են, որ Բաքվի հետ փախստականներու հարց չի քննարկվիր, ուստի բռնի դեղահանվածները պետք է օգտվին Արևելյան Հայաստանի ղարավարության առաջարկած ծրագիրներեն։ Բռնակրաված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյան կհագադարձի այս դիրքորոշման, նշելով, որ նման հայտարարություններ չեն գտնար հիմք հանդիսանալ վերադարձի իրավունքեն հրաժարելու համար։ Անոր խոսքով Արցախահայերը լքած են իրենց տուները ոչ թե գամավոր գերբով, այլ ֆիզիկական բնաճնճման իրական վտանգին պայմաններուն մեջ։ Արծվիկ Սարգսյանը հիշեցնե, որ դարիներ շարունակ Բաքուն կհայտարարեր Արցախը վերահսկելու իր նպատակը եւ այսօր, երբ նույնը հագարակ կողմեն կհնչե, պետք է հասկանալ, որ ժամանակի ընթացքին իրավիճակը կգրնա փոխվել։ Ան նաեւ կշեշտե, որ Արցախը գործված է ոչ միայն պատերազմի հետևանքով, այլ կազմակերպված պարտության հետևանքով։ Անոր խոսքով Արցախահայերը ցկած են իրենց տուները, սրբավայրերն ու կերեզմանները, որոնց ճակատագիրը այսօր անհայտ է։ Ան կարևոր է, որ վերադարձի հարցը պետք է մշտապես օրագարկին վրա բահել եւ լուծումներ որոնել մոտ ապագային։ Արծվիկ Սարգսյանն նաեւ կանդրադառնա 2023 թվականի սեպտեմբեր ամսվան դեպքերուն, նշելով, որ դեղի ունեցածը ոչ թե փախուստ էր, այլ հարգադրված փրկություն, քանի որ մնալու բարակային բնակչությունը կգտնվեր լուրջ վտանգի առջև։ Անոր համոզմամբ, որքան ալ ծանր լա ներկա իրավիճակը, Արցախահայության վերադարձի իրավունքը չի կրնարմորցվիլ եւ պայքարը անոր համար պետք է շարունակվի մինչեւ վերջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։